Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարի երեկո։ Լավ լուրերով եմ եկել, այդուամենայնիվ սպասում էր, որ օրը կարող է վատավարտ ունենալ, ինչևէ ամեն ինչ կարծես թե բարեհաջող է ավարտվել ԱՄՆ-Իրան հակամարտությունը, մտնում է նոր փուլ ժամանակավոր հրադադարի եւ բարդ բանակցությունների։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է 2 շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարվածները, պայմանով, որ Թեհրանը համաձայնի բացել նեղուցը եւ մասնակցել բանակցություններին։ Նա նշել է, որ Իրանը ներկայացրել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է հիմք դառնալ երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի համար։ Այս որոշման մեջ կարևոր դեր են ունեցել Պակիստանի ղեկավարները, որոնք կոչ են արել ժամանակ տալ դիվանագիտական գործընթացին։ Այս համաձայնությունից հետո Թրամփը True Social հարթակում գրել է. Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի եւ դաշնային մարշալ Ասիմ Մունիրի հետ ունեցած զրույցների հիման վրա, որոնց ընթացքում նրանք խնդրել են, որ ես հետաձգեմ այս գիշեր Իրանի դեմ նախատեսված կործանարար հարվածները եւ պայմանով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կհամաձայնի Հորմուզի նեղուցի լիակատար, անհապաղ եւ անվտանգ բացումը, ես համաձայնում եմ 2 շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռմբակոծություններն ու հարձակումները։ Սա կլինի երկկողմանի հրադադար։ Այս որոշման պատճառը այն է, որ մենք արդեն հասել ենք եւ նույնիսկ գերազանցել ենք բոլոր ռազմական նպատակները եւ զգալի առաջընթաց ունենք Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության վերաբերյալ հստակ համաձայնության հասնելու ուղղությամբ, ինչպես նաեւ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու հարցում։ Մենք Իրանից ստացել ենք 10 կետից բաղկացած առաջարկ, որը մեր գնահատմամբ կարող է ծառայել որպես արդյունավետ հիմք բանակցությունների համար։ Անցյալի հիմնական տարաձայնությունների գրեթե բոլոր կետերը արդեն համաձայնեցվել են Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, սակայն այս 2 շաբաթը հնարավորություն կտա վերջնականացնել եւ ամրագրել համաձայնությունը։ Միացյալ Նահանգների անունից որպես նախագահ, ինչպես նաեւ ներկայացնելով Մերձավոր Արևելքի երկրները, ինձ համար պատիվ է տեսնել, որ այս երկարատև խնդիրը մոտ է իր լուծմանը։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփ։ Իրանը հայտարարել է, որ ընդունում է երկշաբաթյա հրադադարը, սակայն ընդգծել է, որ դա չի նշանակում պատերազմի ավարտ։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը նշել է, որ մեր ձեռքերը մնում են ձգված զենքի վրա եւ ցանկացած սխալ քայլ կստանա կոշտ պատասխան։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին է հրապարակել հայտարարությունը։ Միաժամանակ հայտարարվել է, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով նավերի անցումը թույլատրվելու է Իրանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Սա կարևոր զարգացում է, քանի որ համաշխարհային նավթի զգալի մասը անցնում է հենց այդ նեղուցով, սակայն դեռ պարզ չէ, արդյոք այդ անցումները կլինեն լիարժեք ազատ, թե սահմանափակումներով։ Սպիտակ տունը իր հերթին հայտարարում է, որ Թրամփը աջակցում է Իրանի խաղաղ բնակչությանը եւ փորձում է խուսափել ավելի լայն ավերածություններից, եթե հնարավոր լինի հասնել համաձայնության։ Սակայն նույնիսկ հրադադարի պայմաններում անվտանգությունը լիովին երաշխավորված չէ։ Վերջին ժամերին հրթիռային տագնապ է հնչել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, ինչը ցույց է տալիս, որ հակամարտությունը կարող է վերսկսվել։ Ընդհանուր պատկերը մնում է անորոշ, դիվանագիտությունը ակտիվացել է, բայց պատերազմի վտանգը դեռևս պահպանվում է։ Ավելի վաղ, երբ Դոնալդ Թրամփը սպառնացել էր սպանել մի ողջ քաղաքակրթություն, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել էր, որ ավելի քան 14 միլիոն իրանցիներ, ներառյալ ինքը, պատրաստ են զոհաբերել իրենց կյանքը երկրի պաշտպանության համար։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի օդային հարվածների սրման պայմաններում նա նշել է, որ հարվածների հետևանքով թիրախավորվել են արդեն քաղաքներ, ավերվել են ենթակառուցվածքներ, այդ թվում հիվանդանոցներ, համալսարաններ, մշակութային կոթողներ, ինչը ըստ նրա ցույց է տալիս հակամարտության խորացող եւ վտանգավոր բնույթը։ Փեզեշքյանը կոչ էր արել միջազգային հանրությանը չսահմանափակվել տարածվող տեղեկատվությամբ եւ փորձել հասկանալ Իրանի դիրքորոշումը, ընդգծելով, որ Թեհրանը դիտարկում է իր գործողությունները որպես պաշտպանական քայլեր։ Հայտարարությանը զուգահեռ հազարավոր կանայք եւ երեխաներ արդեն իսկ էլեկտրակայանների մոտ, կամուրջների վրա եւ այլ հնարավոր թիրախների մոտ էին որպես կենդանի վահան։ Այս կադրերը հրապարակել էին իրանական պետական լրատվամիջոցները։ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ համաշխարհային անվտանգության հիմնական մարտահրավերներից մեկը, որտեղ ցանկացած զարգացում կարող է բերել կամ լայնածավալ հետևանքների, կամ իսպառ բերել խաղաղության։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այսօր լարված քննարկումների պայմաններում քվեարկության էր դրվել Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության անվտանգությունը ապահովելու վերաբերյալ բանաձևը, սակայն այն չի ընդունվել միջազգային տարաձայնությունների խորացման ֆոնին։ Պարսից ծոցի երկրները Բահրեյնի գլխավորությամբ ներկայացրել էին բանաձևի նախագիծը, ընդգծելով, որ նեղուցի անվտանգությունը միջազգային պատասխանատվություն է եւ որևէ պետություն իրավունք չունի սահմանափակելու ազատ նավագնացությունը։ Նրանք պնդում էին, որ Իրանի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը եւ ՄԱԿ-ի ծովային
միջազգային իրավունքի կոնվենցիան, ինչպես նաև սպառնալիք են համաշխարհային տնտեսական կայունությանը։ Բանաձևի կողմնակիցները կոչ էին անում Անվտանգության խորհրդին ընդունել հստակ եւ կոշտ դիրքորոշում կանխելու միջազգային առևտրի խաթարումը եւ պաշտպանելու գլոբալ տնտեսությունը, սակայն վերջնական քվեարկության ընթացքում այն չի ընդունվել։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը նիստում հայտարարել է, որ Վաշինգտոնը աջակցում է Պարսից ծոցի երկրներին ու մեղադրել է Իրանին տարածաշրջանում լարվածությունը սրելու, նավագնացությունը վտանգելու եւ միջազգային իրավունքը խախտելու մեջ։ Քվեարկության ընթացքում բանաձևին կողմ է քվեարկել անդամ երկրների մեծամասնությունը, սակայն այն տապալվել է, քանի որ Ռուսաստանը եւ Չինաստանը կիրառել են վետոյի իրավունքը։ Մի շարք երկրներ էլ զերծ էին մնացել քվեարկությունից, ինչի արդյունքում նախագիծը չի ստացել անհրաժեշտ աջակցությունը։ Բանաձևը սկզբում նախատեսում էր ավելի կոշտ միջոցներ, ներառյալ ուժի կիրառման հնարավորություն ապահովելու նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում։ Սակայն Չինաստանի եւ այլ երկրների դիմադրության պատճառով այն զգալիորեն մեղմացվել էր եւ վերջնական տարբերակում այլևս չկար ռազմական գործողությունների թույլատվություն, այլ միայն կոչ էր արվում պետություններին համագործակցել պաշտպանական միջոցների շուրջ։ Չնայած այդ մեղմացմանը Ռուսաստանը եւ Չինաստանը շարունակել են դեմ լինել փաստաթղթին, ընդգծելով, որ այն կարող է ավելացնել լարվածությունը եւ ծառայել որպես նախադեպ ուժի կիրառման համար։ Միացյալ Նահանգների ֆոնդային շուկաները օրը ավարտել են խառը արդյունքներով, լարվածությունը պահպանելով մերձավոր արևելքի զարգացումներին զուգահեռ։ Dow Jones ինդեքսը նվազել է մոտ 0.2%, մինչդեռ S&P 500-ն ու NASDAQ-ը գրանցել են փոքր աճ։ Օրվա արդյունքում շուկաները ավելի խոր անկման մեջ էին, սակայն վերջին ժամերին կարողացել են վերականգնվել եւ փակել դրական դաշտում։ Այս շրջադարձը տեղի ունեցել այն բանից հետո, երբ Պակիստանի վարչապետը հայտարարել էր, որ տարածաշրջանում դիվանագիտական ջանքերը շարունակվում են ու կոչ էր արել նախագահ Թրամփին երկարաձգել Իրանի նկատմամբ վերջնաժամկետը Հորմուզի նեղուցի վերաբացման համար։ Սա մինչև համաձայնություններ։ Չնայած դրան, շուկայի փորձագետները զգուշացնում են, որ նույնիսկ լարվածության նվազման դեպքում ռիսկերը մնում են։ Ընդհանուր առմամբ շուկաները շարունակում են մնալ զգայուն, կախված ինչպես աշխարհաքաղաքական զարգացումներից, այնպես էլ էներգետիկ շուկայի փոփոխություններից։ Նավթի գներն էլ արագ անկում են ապրել։ Առավոտյան $117 1 բարելի դիմաց նվազել է մինչև $95։ Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարար Մարքվեյն Մալինը հայտարարել է, որ կառավարության փակման պատճառով աշխատավարձ չստացած աշխատակիցները շուտով կստանան իրենց գումարները։ Նրա խոսքով շուրջ 6 շաբաթ առանց վարձատրության աշխատած ներքին անվտանգության նախարարության աշխատակիցների մեծ մասը մինչև շաբաթվա վերջ կստանան բաց թողնված վճարումները։ Նա նշել է, որ գումարները հիմնականում կհասնեն աշխատակիցների բանկային հաշիվների մինչև ուրբաթ, իսկ որոշ դեպքերում մինչև երկուշաբթի։ Մալինն ընդգծել է, որ այս վճարումները հնարավոր են դարձել նախագահի գործադիր որոշման եւ առկա ֆինանսական միջոցների ճկուն օգտագործման շնորհիվ, սակայն նա նաև զգուշացրել է, որ ապագայում աշխատավարձերի վճարումները կախված կլինի միայն կոնգրեսի գործողություններից։ Նախարարը կոշտ քննադատել է դեմոկրատներին նրանց մեղադրելով կառավարության ֆինանսավորումը չապահովելու մեջ եւ նշելով, որ դա վտանգի տակ է դնում երկրի անվտանգությունը ապահովող կարևոր կառույցների աշխատանքը։ Չնայած ֆինանսավորման դադարեցմանը, Մալինը նշել է, որ նախարարության աշխատակիցները շարունակել են եւ շարունակում են աշխատել առանց աշխատավարձի եւ անգամ վստահ չլինելով, որ կվճարվեն։ Նա ընդգծել է, որ այս քայլը ժամանակավոր լուծում է եւ չի կարող երկարաժամկետ ապահովել համակարգի ամբողջական ֆինանսավորումը։ Արդարադատության նախարարի պաշտոնակատար կամ այսպես կոչված գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը իրավունք ունի ազդելու դաշնային հետաքննությունների ուղղության վրա, այդ թվում այն գործերի, որոնք վերաբերում են անձանց, ովքեր նախկինում քննադատել կամ հետաքննել են նրան։ Բլանշի խոսքով երկրում ընթացքի մեջ են հազարավոր հետաքննություններ եւ դատավարություններ, եւ դրանց մեծ մասը վերաբերում է այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ նախագահը նախկինում խնդիրներ է ունեցել։ Նա ընդգծել է, որ երկրի ղեկավարի պարտականությունն է առաջնորդել երկիրը, այդ թվում արդարադատության ոլորտում առաջնահերթությունները ձևավորելով։ Սա Բլանշի առաջին հրապարակային հայտարարությունն էր եւ այն էլ սենսացիոն, ու դա այն բանից հետո, երբ նոր է նշանակվել պաշտոնակատար։ Նրա վրա արդեն իսկ ճնշում կա Թրամփի կողմից արագացնել այն գործերը, որոնք վերաբերում են նախագահի քաղաքական հակառակորդներին։ Բլանշը նաեւ հերքել է այն քննադատությունները, թե արդարադատության նախարարությունը նպատակաուղղված է հետապնդում Թրամփին դիմախոսներին, նշելով, որ խոսքը քաղաքական հաշվեհարդարի մասին չէ, այլ արդարության հաստատման։ Հիշեցնեմ, որ Թրամփը պաշտոնանկ էր արել նախկին գլխավոր դատախազ Փեն Բոնդին, դժգոհելով որոշ գործերի ընթացքից ու արդյունքներից։ Բլանշը պատասխանելով հարցին, արդյոք ցանկանում է մշտական նշանակվել այս պաշտոնում, նշել է, որ պատրաստ է ծառայել ցանկացած դերում, որը իրեն կառաջարկի նախագահը։ Փաստն այն է, որ Թրամփի վարչակազմի օրոք սկսված մի շարք հետաքննություններ բախվում են դատարանների եւ երդվել ատենակալների դիմադրությանը, ինչը դադարեցնում է դրանց ընթացքը ու նախագահը չի ստանում ցանկալի արդյունք։
Դելտա ավիաընկերությունը հայտարարել է ուղեբեռի գրանցման վճարների բարձրացման մասին, փորձելով փոխհատուցել Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով կտրուկ աճած վառելիքի ծախսերը։ Սա վերջին 2 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ ընկերությունը բարձրացնում է ներքին չվերթների ուղեբեռի գները։ Նմանատիպ քայլեր արդեն իսկ արել են United Airlines-ը եւ JetBlue-ն։ Նոր սակագների համաձայն առաջին գրանցվող ուղեբեռի արժեքը կդառնա $45, երկրորդինը 55, երրորդինը $200։ Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն արդեն չորեքշաբթի օրվանից։ Ավիաընկերությունները փորձում են այս կերպ մեղմել աճող ծախսերի ազդեցությունը, սակայն մասնագետները չեն բացառում, որ առաջիկայում կարող են բարձրանալ նաև ավիատոմսերի գները։ Այս գիշեր Կալիֆորնիայի Սան Բեռնարդինո շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել, որը նախնական տվյալներով կարող է դիտավորյալ հրկիզման հետևանք լինել։ Հրդեհը տեղի ունեցել Օնտարիո քաղաքում գտնվող մոտ 1 միլիոն քառակուսի ֆուտ տարածք ունեցող Kimberly Clark ընկերության տարածքում։ Դեպքի վայրեն ժամանել բազմաթիվ հրշեջ ծառայություններ, արձագանքելով գիշերը մոտավորապես 0:30-ին ստացված ահազանգին։ Պահեստում պահվող թղթե արտադրանքները նպաստել են կրակի արագ տարածմանը, ինչի հետևանքով հրդեհը հասել է 6-րդ աստիճանի, պահանջելով լրացուցիչ ուժերի ներգրավում հարակից քաղաքներից։ Առավոտյան ժամը 5-ի դրությամբ հրշեջները անցել են պաշտպանական մարտավարության, փորձելով վերահսկել կրակը հատուկ սանդուղքային մեքենաների շնորհիվ։ Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը հարևան շինությունների վրա։ Պահեստում գտնվող աշխատակիցները բարեբախտաբար կարողացել են ժամանակին տարհանվել եւ որևէ տուժածի մասին տեղեկություններ չկան։ Հրդեհը, ինչպես նշեցի, քննվում է որպես հրկիզման դեպք։ Իրավապահները հաստատել են, որ մեկ կասկածյալ ձերբակալվել է, ավելի ուշ պարզվել է, որ նա հենց պահեստի աշխատակիցներից մեկն է։ Լոս Անջելեսի շրջանում հայտնաբերված թաքնված տեսախցիկները լուրջ մտահոգություններ են առաջացնում իրավապահների շրջանում եւ նույնիսկ հանրության։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆի վարչությունը զգուշացրել է բնակիչներին, կոչ անելով առավել զգոն լինել իրենց բնակավայրերի շուրջ։ Վերջին դեպքը գրանցվել է Սերիտոս քաղաքում, որտեղ թփերի մեջ թաքնված տեսախցիկ է հայտնաբերվել բնակելի տների հանրավանությամբ։ Իրավապահների փոխանցմամբ նմանատիպ սարքեր հայտնաբերվել են նաեւ քաղաքի այլ հատվածներում, տեղադրված թե թփերի մեջ, թե փողոցային սյուների վրա։ Ըստ նախնական գնահատականների հանցագործները կարող են օգտագործել այս սարքերը հետևելու բնակիչների շարժին եւ հասկանալու, թե երբ են տները դատարկ, ինչը հնարավորություն է տալու նախապատրաստել գողությունը։ Շերիֆի վարչությունը բնակիչներին կոչ է անում ուշադրություն դարձնել ցանկացած կասկածելի առարկայի կամ գործողության ու անմիջապես հաղորդել իրավապահներին։ Նշվում է, որ նման դեպքերում արագ արձագանքը կարող է կանխել հանցագործությունները եւ ապահովել համայնքի անվտանգությունը։ Կասկածելի գործունեության կամ սարքերի մասին կարելի է տեղեկացնել Լոս Անջելեսի շրջանի շերիֆի վարչությանը, զանգարելով 562 860 0044 հեռախոսահամարով։ Այս պահին իրավապահները շարունակում են հետաքննությունը, պարզելու թե ով է տեղադրել տեսախցիկները եւ արդյոք դրանք կապված են կազմակերպված գողությունների հետ։ Այսպիսին էր ապրիլի 7-յան լրահոսը։ Կարծում եմ մի շարք բարի լուրեր ավետեցի, հատկապես Մերձավոր Արևելքում հրադադարի մասին եւ օրվա խորհրդով։ Սիրելի կանայք, շնորհավորում եմ մայրության եւ գեղեցկության տոնի առիթով։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Ամենակարևորը՝ եղեք առողջ եւ խաղաղ։ Ցտեսություն։